Աստծո խոսքն ասում է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ նրանց մեջ։ Այո, կա բացահայտ Աստծո շարժը եկեղեցու մեջ, բայց Աստված իր ներկայությամբ իր եկեղեցու մեջ է։ Էսի մեր եկեղեցին չի, էսի մեր տունը չի, էսի իր տունն է։ Ամեն։ Օրհնյալ է մեր Աստված։ Երբ որ առաջի անգամ այս խոսքը պատրաստելուց հիշեցի այդ դեպքը, ինձ հանձնարարվել էր, որ պետքա բեմից խոսք փոխանցեի։ Այդ օրը ծառայության վերջում մի աղբեր մոտեցավ, ասեց, գիտես, այն հայտնությունը, որ մենք ստանում ենք, որ մենք փոխանցում ենք, առաջի հերթին էդի հենց մեզ է վերաբերվում, Աստված էդի տալիս է հենց քեզ այն հայտնությունը, որ դու ունես։ Սկզբից չկարեցա հալած յուղի պես ընդունել, ասենց ամբողջովին, բայց հետո հասկացա, որ հենց լավ էլ ճիշտ էլ ասում էր։ Հիմի այս խոսքը գուցե ոմանց չվերաբերվի, բայց ես վստահ եմ, որ գոնե ինձ հաստատ վերաբերվում է ու միգուցե նաև քեզ վերաբերվի, միգուցե դու էլ ինչ-որ բան Աստծուց ստանաս։ Քո ուշադրությունը Աստծո խոսքի վրա թող լինի, ես խոսալու եմ Աստծո խոսքից, ինձանից ես շատ խելոք մեկը չեմ, որ շատ խելացի բաներ ասեմ, ինչ որ պիտի ասեմ, ստեղից պիտի ասեմ, ու ստեղից վերցվածն էլ մենք նաև սովորել ենք մեր ուսուցիչներից, մեր հոգևոր հայրերից։ Նորություն երևի ասած չեմ լինի, որ աշխարհի երկրային կյանքի պրինցիպները շատ տարբեր են հոգևոր կյանքի պրինցիպներից։ Օրինակ, դպրոցում մենք գիտենք, չէ, բոլորիս հայտնի է, երբ որ դասը լավ սովորում ենք, օրինակ ուսուցչի դիրքը որն է աշակերտի հանդեպ, այստեղ իմ ուսուցիչներն են նստած եւ նաեւ էլի ուսուցիչներ ունենք դպրոցից Որն է ուսուցչի մեծագույն հաջողությունը, որ աշակերտին դասը բացատրում է, աշակերտը ճիշտ հասկանում է եւ կարող է ճիշտ էլ պատմի, ցույց տա, որ ինքը ճիշտ հասկացել է դասը եւ որպես խրախուսանք ստանում է շատ լավ գնահատական 5, մեր ժամանակ 5 էր։ Եվ սա է ուսուցչի հաջողությունը։ Կամ էլ ստանում ենք շատ ցածր գնահատական ու այս գնահատականը մեզ ասում է, որ մենք հենց սրանն էլ արժանի էինք։ Իմ ուսուցիչը թեթև շփտում է ֆիզիկայի դասատուն, ես ֆիզիկա երբեք չեմ սովորել նորմալ։ Բայց հոգևոր կյանքը շատ է տարբերվում։ Մենք չենք սովորում, որ ինչ-որ բան իմանանք, մեր իմանալը մի մասն է, բայց հոգևոր կյանքը իմանալով մեզ չի փոխում։ Ու մի տեսակ, եթե անկեղծ իմ մոտ կա այսպիսի մի տպավորություն կամ զգացողություն, որ մենք այսօր այնքան խոսքը առատ է ի շնորհիվ ինտերնետի, որ մենք հարուստ է ինտերնետը Աստծո մեծագույն ծառաների խոսքերով, պատգամներով, ես ամենայն հարգանքով եմ էսի ասում, որ եթե ինտերնետը կա քիչ օգտվել, այո, Աստծո մեծագույն մարդիկ իրանց խոսքը, իրանց պատգամը, ծառայությունները գցած է ինտերնետ, մենք լսում ենք, ու մի քիչ էլ միգուցե նաև մեր ականջը արդեն մազոլ այլ է ինչ որ բաներ լսելուց, մենք այնքան անգիր գիտենք, մեր գլուխը լիքն է սուրբ գրային համարներով, օրինակներով, պատմություններով, վկայություններով, բայց մեր կյանքը կարծես թե ինչ որ մի մակարդակի վրա սենց ոնց որ մի պրոբկի մեջ կանգնած ենք կամ առաջ չենք եթում կամ շատ դանդաղ ենք եթում կամ Աստծո ուզած արագությամբ չենք առաջ եթում ու մենք պետք է մեզ հարց տանք կամ վերանայենք ինչ է կատարվում մենք որտեղ ենք սխալ մի քանի հատված ընտրել եմ երկու հատվածի մասին կխոսանք առաջինը Հովհաննես ավետարանի 8-րդ գլխից կխոսամ Բայց մինչև որ կխոսամ ասեմ, երբ որ ավետարանների մեջ Հիսուսը բժշկում է կնոջը կամ խոսում է կնոջ հետ, մենք սա հասկանում ենք, որ սա եւ իրական փաստ է, պատմական իրողություն է, եւ խորհրդով կինը դա եկեղեցին է։ Այն ինչ որ կխոսա կնոջ հետ, սա վերաբերվում է մեզ, այն ինչ որ կասի կնոջը, սա խորհրդով մեզ է վերաբերվում, որովհետև եկեղեցին կինն է, երբ որ գործ է ունենում մանավանդ մեղավոր կնոջ հետ։ Ամեն, համաձայն եք, չէ՞։ Ես սա սովորել եմ Աստծո խոսքից, սա սովորել եմ նաև մեր հայրերից, եւ սա սուրբ գրային է, սա ճշմարիտ է։ Բայց իմ ամբողջ խոսքի բովանդակությունը կամ միտքը հետեւյալն է։ Կան մեր կյանքում բաներ, որոնց մենք նվիրված ենք կամ մեր նպատակները, մեր հերակա
ծրագրերը, գործերը կապված են սրանց հետ, մենք նվիրված ենք սրանց, բայց սրանց հետ մենք ուխտի մեջ չենք, կամ սրանց հետ չունենք մենք ինչ որ պարտավորություն, հա, մենք ուխտի մեջ չենք այս տեսակ բաների մեջ։ Որն Աստծո վերաբերմունքը, երբ մենք ունենք այս տեսակ բաներ մեր կյանքում, որ նվիրված ենք, բայց ուխտի մեջ չենք, մենք պարտավոր չենք նվիրվենք դրանց։ Այսպիսով, ուզում եմ մի հատված կարդամ եւ հետո ավելի երևի միտքը սպարս կլինի։ Հիսուսը Ձիթենիաց լեռը գնաց, առավոտյան դարձյալ տաճարը եկավ եւ ամբողջ ժողովուրդը նրա մոտ գալիս էր։ Ես կարդում եմ Հռոմեացիս Հովանով ավետարան 8-րդ գլխի առաջի համարից կկարդամ մինչեւ 11-ը ներառյալ։ Նրա մոտ էր գալիս։ Նա նստած ուսուցանում էր նրանց։ Դպիրներն ու փարիսեցիները նրա մոտ շնության մեջ բռնված մի կնոջ բերեցին եւ նրան մեջտեղը կանգնեցնելով ասացին Հիսուսին. «Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս։ Մովսեսը օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ինչ ես ասում»։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիսուսը գետնին նայելով մատով գրում էր հողի վրա, բայց երբ պնդում էին իրանց հարցումը, նա վեր նայեց ու ասեց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քար գցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով գրում էր հողի վրա, սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի ետևից մեծից փոքր ելան գնացին։ Եվ մնաց միայն Հիսուսը ու մեջտեղում կանգնած կինը։ Այդժամ Հիսուսը վեր նայեց նրան ասեց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են, քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Իսկ նա ասեց. «Ոչ, Տեր Հիսուս»։ Եվ նա ասեց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում, գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։ Թույլ տվեք մի փոքր մի երկու բառով անդրադառնամ ինչն էր շնությունը, դա այն էր, երբ երկուսը ուխտի մեջ չեն իրար հետ, բայց ունեն որոշակի մտերմիկ շփում։ Ներողություն։ Իրանք չունեն որևէ ուխտ իրար հետ հաստատված, ուխտի մեջ չեն, բայց ինչ որ մտերմիկ կապ կա իրանց հետ ու միտքը հետևյալն է, ես չեմ ուզում, որ մեր ամբողջ միտքը գնա այստեղ կնոջ վրա, իմ խոսքի միտքը հետևյալն է, կան բաներ, որ մենք ուխտի մեջ չենք դրա հետ, բայց շատ մտերիմ ենք այս տեսակ բաների հետ։ Իսկ որն Աստծո վերաբերմունքը, օրինակ, ինչերին կարա մարդը նվիրված լինի։ Աշխատանքին, այնքան նվիրված է, որ տուն, ընտանիք, երեխեք, ինքը իր գործը կամ ինքը իր ավտոն, ինքը իր սիրած զբաղմունքը, ինքը իր սիրած սպորտը, երաժշտությունը, ինքը իր սիրած հոբին, ինքը իր, չգիտեմ, ընկերությունը, տարբեր բաներ, հա, այստեղ տարբեր մարդիկ են նստած եւ խոսքը մենակ այստեղ նստածների մասին չի։ Մենք բոլորս գիտենք մեր խնդիրները, մենք գիտենք ինչերի մեջ ենք խորացված, մենք գիտենք ինչերին ենք նվիրված, բայց միգուցե Աստծո դուրը չի գալիս։ Եվ գիտեք, այս կնոջ համար դժբախտաբար, բայց փարիսեցիների համար բարեբախտաբար գուցե հենց նույն ժամին իրանք կարեցան այս կնոջը բերեին։ Եվ գիտեք իրանք Հիսուսին ինչ էին ասում, որ այս կնոջը մենք երբ ուզենք կբռնենք։ Ինքը իր սխալի մեջ է, ինքը անգամ չի էլ նկատում։ Երբ պետք կլի մենք իրան կարանք բռնենք։ Եվ գիտեք խնդիրը որն էր փորձանքը, որ եթե իրանք քարկոծեին այս կնոջը, ով էր ասելու, որ փարիսեցիները սխալ են։ Իրանց ով կասեր, որ դուք սխալ եք։ Ինքը եւ փարիսեցիների առաջ էր մեղավոր, եւ Հիսուսի առաջ։ Բայց ինչ ասեց Հիսուսը. «Ով կին, ես քեզ չեմ դատապարտում, թեև ունեմ իրավունքները»։ Հիսուսը իրավունք ուներ, Հիսուսը կարար ասեր դու սխալ ես անում, բայց բանալի խոսքը հետևյալն է. գնա, որպեսի փորձանքի ռաստ չգաս։ Ներողություն ես, մեկ բառերը գալի, որ շատ գրական չեն, բայց այլևս նույն բանը մի արա, որպեսի ապրես նույն բանը մի արա, դադարի այդ բանը անելուց, որովհետև եթե դու շարունակես նրանց հետ, ում հետ դու մտերիմ ես, այդ ինչի մեջ որ դու տենց խորացած ես, հենց իրանք էլ քեզ կսպանեն։ Այդ որ տենց ես նկատել եմ, որ մարդիկ կան
Առավոտից իրիկուն հեռախոսով խաղերի մեջ են, ինչ որ ազարտնի խաղեր, ինչ որ տանկ խաղեր, ինչ որ իրանց կարծիքով անվնաս խաղեր, բայց մտածեն հեռախոսի մեջ։ Եվ գուցե այս խոսքը ինչ որ մեկի համար լինի, գուցե նաև իմ համար լինի, դաթարի ինչ որ բան անելուց, եթե դու ուխտի մեջ չես դրանց հետ, եթե խոստում չունես դրա հետ, դաթարի բաներ կա, որ պետքա դաթարես անել, եթե չդաթարես, դրանք իրանց ուզած ժամին քեզ կսպանեն։ Թեև փորձելու համար էին եկել, Հիսուսին եկել էին, ուզում էին խոսք քաշեին, հասկանային Հիսուսի միտքը, իսկ եթե քարկոծեին, ոչ ոք չէր ասի, որ դուք սխալ եք, ոչ ոք իրանց ձեռը չէր բռնի, բայց Հիսուսը չմեղադրեց, որովհետև պատճառ կա։ Ելից գրքի 20-րդ գլխի 5-րդ համարը եւ 2-րդ Օրինաց 4-ի 24 ասում է. մեր Աստված նախանձոտ Աստված է։ Ես կարծում եմ, որ այստեղում ավելի մեզ հասկանալի կլինի խանդոտ բառը, որ Աստված խանդ ունի մեր հանդեպ, պատճառը, որ խանդ ունի, դա նաև որ սիրում է մեզ, եւ մեր դատապարտությունը չի ուզում, այլ ասում է դաթարի անես, որ ապրես։ Բայց ուզում եմ մի քայլ էլ առաջ գնանք, որ խոսքս ավելի ամբողջական լինի, ուզում եմ քանի որ դպրոցից աշակերտից խոսացինք, մի գերազանցիկ աշակերտի մասին էլ ուզում եմ խոսամ Հիսուսի ընկերներից, անունը Պետրոս Սիմոն։ Հովանու ավետարան 21-րդ գլխի 15 համարից մինչև 17-ը պիտի կարդամ։ Պատմությունը մինչև որ կկարդամ, ասեմ, Հիսուսը արդեն հարությունից հետո ափին կրակ էր վառել, աշակերտները գնացել էին ձուկ բռնելու, Հիսուսը ինքն էր կրակ արել, միգուցե ինքն էր արել, աշակերտներն ասում են, երբ որ եկան, տեսան կրակ կա, ու ձուկ էր դրել կրակի վրա, եւ կանչեց աշակերտներին, եկան, ճանաչեցին Հիսուսին եւ հաց էին ուտում իրար հետ, եւ պատմությունը սենց է սկսում։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոնին ասեց. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ ավելի, քան դրանք։ Պետրոսը նրան ասեց. այո Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Եվ նրան ասեց. արածեցրու իմ գառներին։ Եվ երկրորդ անգամ նորից նույն բանը, Սիմոն, Հովնանի որդի, ինձ սիրում ես, այո Տեր, սիրում եմ, դե արածեցրու իմ գառներին։ Եվ երրորդ անգամ հարցրեց նրան. Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Պետրոսը տրտմեց, որովհետև երրորդ անգամ էր հարցնում իրեն. Սիրում ես ինձ։ Եվ Պետրոսը պատասխանեց նրան. Տեր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Եվ Հիսուսը ասեց. արածեցրու իմ գառներին։ Հետաքրքիր է, երբ որ այս համարին անդրադարձա, մի հետաքրքիր միտք ստեղ գտա, որ Հիսուսը 3 անգամ հարցրեց. Սիմոն, սիրում ես ինձ, որովհետև Սիմոնը մինչև այդ 3 անգամ ուրացավ։ Օտար կրակի մոտ, երբ որ ուրիշներն էին կրակ վառել, ասում են, հələ սպասի, այն հոգևորը, այն հավատացյալը, այն դու չէիր։ 3 անգամ ուրացավ եւ Հիսուսը հարցնելով ակնարկ կար սրան, որ Սիմոն, պետք չի որ դու քո հին էությունից, պետք չի որ դու քո զգացմունքներից պատասխանես, պետք չի որ դու հիմի գուցե Պետրոսը մտածում էր ոնց թե Հիսուս, դու մոռացար են ծառայի ականջը ոնց թրծրի, դու հիմի ինձի հարցնում ես սիրում եմ քեզ թե չէ, դու չգիտես որ սիրում եմ, բայց Հիսուսի ակնարկը ուրիշ էր, Սիմոն, ես չեմ մոռացել որ դու 3 անգամ ուրացար, պետք չի որ քո զգացմունքներից, քո տաքարյուն, էմոցիոնալ ինչ որ բաներից պատասխանես, եթե սիրում ես ինձ, ուրեմն պետքա որ Պետրոս լինես։ Սիմոնը Պետրոսի հին անունն էր, բայց միայն անունը չէր, Սիմոնը Պետրոսի հին էությունն էր, եւ պատահական չի, որ այստեղ երևի շատ ավելի խորը միտք կա, քան որ ես կարամ բացատրեմ, Սիմոնը չէր ասում Պետրոս, որովհետև Սիմոնը Պետրոսությունը թողած եկել էր Սիմոնություն էր նորից անում եւ Հիսուսը հարցնում էր Սիմոն, ես քեզ չեմ ընտրել, դու իմ հետ ուխտի մեջ չես, որ գաս նորից Սիմոնություն անես, ես քեզ կոչել եմ Պետրոս, որ դու Պետրոսություն անես։ Բացի այն, որ դու պետքա դադարես ինչ որ բան անելուց, դու պետքա նաեւ սկսես հոգ տանել։ Ես քեզ ընտրել եմ, որ դու հոգ տանես իմ գառների համար։ Ես քեզ չեմ ընտրել, որ դու Սիմոնություն անես։ Գուցե հարկ լինի աշխատելու, մեզի ես չեմ խոսում աշխատանքի դեմ, որովհետև
Առաջի Թեսաղոնիկեցիս 4:12-ում Հիսուսը Պողոս առաքյալը սովորեցնում է, որ աշխատեք, որ կարոտություն չունենաք, ուրիշների առաջ չամաչեք էլ, եւ առաջի Տիմոթեոս 5:8-ում էլ ասում է, եթե մեկը իր ընտանիքին հոգ չի տանում, նա Աստծուց հեռացած է, հավատքից հեռացած է։ Ես չեմ խոսում, որ մենք աշխատանքին դեմ ենք, ես խոսում եմ կան մեր կյանքում բաներ, որոնց մենք նվիրված ենք, մեր ամբողջ նպատակները, ծրագրերը սրա շուրջ է, բայց մենք խոստում չունենք սրա հետ, սրանք չեն խոստացել, որ մեզ փրկեն, եւ որն է Աստծո դիրքը, Աստված խանդ ունի մեր հանդեպ, եւ պատճառը, որ սիրում է մեզ, եւ ոչ թե դատապարտում է, ոչ թե մեզ մեղադրում է, ասում է, որ սխալ ենք, այո, նաեւ սխալ ենք, բայց ասում է դաթարի Սիմոն ըլնելուց։ Ես քեզ ընտրել եմ, որ դու Պետրոս լնես։ Այսքանն էր, որ որոշել էի խոսայի ինչ որ Աստված դրել էր սրտիս մեջ, եւ ովքեր որ գրում են կամ գրի են առնում իմ խոսքի վերնագիրն է Սիմոն թե Պետրոս։ Եկենք կանգնենք աղոթքի։ Եվ եթե բաներ կան, մենք ունենք մեր սրտի մեջ հանդիմանություն, որ պետք է ինչ որ բաներ թողենք, եկեք այս աղոթքի մեջ թողենք, որովհետև ասենք Տեր, ինչն է, որ քեզ այնքան էլ դուր չի գալի, ինչը կուզես, որ ես թողեմ Տեր, ինչ ես ուզում, որ ես հիմա այն քիչ բանը, որի մեջ ես հավատարիմ ելնեմ, ինձ հասկացրա, եթե մինչև հիմա չեմ հասկացել։